Գեղանիստում վարդ աճեցնելու մշակույթն ունի տասնամյակների պատմություն։ Տեղի բնակիչները վարդը դարձրել են ոչ միայն եկամտի աղբյուր, այլև համայնքի խորհրդանիշ։ Այստեղ ծաղկում են բարձր բերքատու ջումելիան, սպիտակ ու մուգ կարմիր տեսակները։ Բազմաթիվ տեսակի վարդեր գոյություն ունեն, բայց հիմնականում այն սորտերն են ընտրում ֆերմերները, որոնք ավելի լայն սպառում ունեն եւ որպես բիզնես տեսանկյուն ավելի եկամտաբերություն են ապահովում։ Ճիշտ է, մշակում են 90-ականներին կառուցված տեխնիկապես ոչ հագեցած ջերմատանը, բայց շնորհիվ ագրոտեխնիկական նորարարությունների գործը հեշտացել, ծախսը թեթևացել է։ Օգտագործում են հողախառնուրդներ, հատուկ պատրաստված պրեպարատներ, որ բույսը լինի առողջ, պաշտպանված վնասատուներից ու հիվանդություններից։ Սա արդեն նաև որակի ապահովում է։ Վարդը սովորաբար մնացած մշակաբույսերին 5 տարվա բերքատվություն է ապահում, ինչքան որ թողենք ավելի շատ կարող ենք, բայց տարիների ընթացքում ինքը բերքատվությունը ընկնելու անկում ապրելու հետ կապված պետք է բույսը թարմացվի, որպեսզի նոր եւ սորտերի տեսականին թարմացվի եւ որպեսզի ավելի բարձր բերքատվություն ստանանք։ Հիմնականում վաճառում են տեղական շուկայում, սակայն հնարավորության դեպքում դուրս են հանում նաև արտաքին շուկա։ Արտահանման համար ծավալ է պետք, իսկ դա ապահովելու համար մեծ ու հագեցած ջերմատուն, որի կառուցումն ըստ փորձառու գյուղատնտեսի հասանելի չէ գյուղացուն, մեծ ֆինանսներ է պահանջում։ Թեև էականորեն կրճատում է աշխատանքը, խնայում ժամանակն ու ապահովում բարձր շահույթ։ Նման պայմաններում վարդի մշակությունը մոտավորապես ապահովում է տարեկան 8-ից 10 հատիկ վարդ այս տեխնոլոգիայով, իսկ ժամանակակից ջերմատներում ավելի բարձր բերքատվություն է ապահովում, քանի որ պայմաններն ավելի հարմարավետ է եւ նպաստավոր են ավելի բարձր բերքատվություն ստանալու համար։ Գեղանիստի նման գյուղերի շնորհիվ է, որ Հայաստանը 2024-ին դարձել է ծաղիկ արտահանող առաջատար երկրներից մեկն աշխարհում, մտնելով լավագույն տասնյակի մեջ։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։